Բարի լույս, սլացիկ մարմին ունենալու համար շատ կարևոր է կիրառել ուժային վարժություններ, ամենակարևորը ազատ քաշերով։ Ինչ է նշանակում ազատ քաշեր։ Երբ որ օրինակի համար դուք կիրառում եք ծանրաքաշեր կամ օրինակի համար ծանրաձող, ինչով է պայմանավորված դրանց էլ ավելի էֆեկտիվությունը, քան օրինակի համար սովորական մարզասարքերով աշխատելը։ Գոյություն ունեն մի քանի տիպի վարժություններ։ Օրինակ, եթե կիրառում ենք մեր մարզումը մարզասրահի տարածքում, այնտեղ մարզասարքերով մենք կարող ենք կիրառել այսպես ասած իզոլացված վարժություններ, երբ որ մարմինը թիրախային կոնկրետ մեկ մկանախումբ է մարզում եւ օգտագործվում է այդ ընթացքում ընդամենը մեկ հոդ, իզոլացնելով, առանձնացնելով տվյալ թիրախային մկանախումբը։ Սակայն, երբ մենք կիրառում ենք ծանրաքաշեր կամ ծանրաձող, մեր մարմինը ստիպված որպես ստաբիլիզատոր, այսինքն հավասարակշռությունը պահպանելու համար առնվազն օգտագործում է մեր ամբողջ մկանային կորսետը, որովայնի մկանները, մեջքի հիպերէքստենզիվ մկանները, կողային մկանները եւ այլն, որպիսի ոնց նշեցի պահպանի հավասարակշռությունը, ինչով պայմանավորված մեր էներգոծախսը էլ ավելի շատ է լինում եւ ամենակարևորը, այստեղ մի կարևոր նյուանս, երբ որ մեկ մկանախմբից ավել մկաններ են ներառվում, մեր ուղեղը ավտոմատ սահմանափակումները կապված ծանր քաշերի հետ ավելի քչացնում է, այսպես ասած, մեր ուղեղը շատ խելացիագույն, այո, ինչքան էլ որ պարադոքսալ է հնչում, ուղեղ, միտք, խելացիագույն համակարգ է, որը թույլ է տալիս նույնիսկ ակամա սահմանափակել մեր հնարավորությունները, եթե տվյալ պահին մեր մարմինը պատրաստ չի։ Իսկ ուժային վարժությունները ազատ քաշերով կիրառելու դեպքում մեր մարմինը էլ ավելի շատ մկանախմբեր է ներգրավում։ Ուստի, ոնց նշեցի, մեր ընդհանուր կալորիաների ծախսը ավելանում է, որից էլ բխում է էլ ավելի շատ ճարպայրելու եւ մկանային աճի խթանումը առհասարակ։ Ուստի, տվյալ վարժությունները, որոնք որ հիմա կդիտեք, կարող եք կիրառել հասարակ նույնիսկ թեթև ծանրաքաշերով տնային պայմաններում, մինչ օրինակի համար 2 գծիկ 3 ամիս հետո ձեր մարմինը արդեն կադապտացվի տվյալ ծանրաբեռնվածությանը եւ դուք այլևս հետ մարզումային ցավեր չեք ունենա կամ տվյալ ծանրաբեռնվածությունից հետո հոգնածություն չեք զգա, ինչը կնշանակի, որ դուք արդեն իսկ պատրաստ եք, ոնց նշեցի, մարզասրահ հաճախելուն, ինչը կլինի մեղմ ասած շատ պրոդուկտիվ։ Սակայն, ոնց նշեցի մինչ այդ, դուք հեշտությամբ կարող եք կիրառել եւ պահպանել էֆեկտիվություն եւ արդյունք ստանալ նույնիսկ տնային պայմաններում։ Դե ինչ այսօր այսքանը, ձեզ հետ էի կրկին ես, Լևոնս եւ մեր գեղեցկուհի Էմանուելլան։